Ես այնքան եմ վախենում։ Մեկ-մեկ որ անցյալի մասին ես խոսում, ինձ թվում է, որ Մագդա, թող քեզ ոչ մի բան չթվա, լավ։ Ես քեզ խոստացել եմ, որ անցյալի թեման իմ համար փակ է, ուրեմն փակ է։ Ուղղակի ես հիշողություններս չեմ կարա ջնջեմ, հասկացի, այդ մի բանը չեմ կարա խոստանամ։ նոր իսկ եթե մի անգամ էլ խոսաս պապայիդ հետ, եթե փորձես լսես իրան, գոնե մի անգամ։ Ինչ ես դու այսքան միամիտ ու բարիկ ասես։ Չգիտեմ։ Սրտիս դարդ է եղել, որ երեք իմ համար այդքան պատրաստվել էիր ու ես չեկա։ Հա, ու շատ լավ է եղել, որովհետև դու չգիտես ես ինչքան եմ քեզ այնց նեղացել։ Ես երեք ամբողջ օրը լացել եմ։ Գիժես։ Որովհետև դու իմ հետ շատ վատ էիր հեռախոսով խոսում։ Լավ։ Ասա ինչ անեմ, որ դու ինձ ներես։ Ներված եմ։ Քեզ թվում է ես քեզ այսքան շուտ ներելու եմ, չէ հազիվ ինձ նեղանալու առիթ է։ Ինչ մտածում եմ քո մասին ասելու եմ հենց հիմա։ Ինչ եղավ։ Չէ, ոչ մի բան, կարևոր զանգ չի, հետո կպատասխանեմ։ Հա։ Այսինքն այնքան կարևոր զանգ չի, որ գույնդ գցեցիր, Մագդա, հա։ Ես ոնց որ երեկվա ասածներս լուրջ չես ընդունում, հա։ Կարեն, գտնելու եմ քեզ ու կոկորցդ կտրեմ, լսում ես, արա։ Աննասում տեղը տասա։ Մագդա, ես ինչ էր, հե։ Էդ ինչ ասել քեզ այդ աննասունը, որ այդքան կարևորություն չես տվել, կասես։ Նորո սպասի, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Լավ, ինձ կբացատրես, ինչի ես դու ինձ ամեն ինչ ամենավերջում ասում։ Ինչ է կատարվում, Մագդա, ինչ չես ասել։ Ինչի չես ասել այս աննասունը, որ քեզ զանգել էր։ Հենց այդ ժամանակ պետքա զանգեր ու տեղյակ պահեիր։ Նորո կթողես խոսամ։ Ես այս զանգի մասին առաջինը Արշակին եմ ասել։ Դու ինչ պետք է ասեր ես զանգի մասին, առաջինը, Մագդա, ես պետք է առաջինը իմանա ես ամեն ինչի մասին։ Ես եկա Հայաստան, որ Մագդային պաշտպանեմ, որ թույլ չտամ Կարենը մտնի ձեր կյանք։ Այսինքն Լանա, Արշակ Կարենը գիտեր, որ դու գործարար ես։ Ու ինքը պլանավորել էր, որ կգա քո տուն ու ինֆորմացիայի դիմաց գումար կպահանջի։ Իսկ ես այդ չէի կարող թույլ տալ։ Ես ուղղակի չէի կարող թույլ տալ, որ իմ անվան տակ նման բաներ լինեին իմ երեխու ընտանիքում։ հա, ու ես էլ նենց կորած մարդ էի, չէի կարա դեմը առնեի։ Արշակ Կարենը այնքան վախեցած էր այդ ժամանակ, որ ոչ մի բանի առաջ կանգ չեր առնի հաստատ։ Ես սենց հեշտ ու հանգիստ չեմ համաձայնել իրա ոչ մի ասացի հետ։ Ինք ինձ սկսեց սպառնալ։ Սպառնում էր, որ երեխուս կվնասի։ Ես էլ համաձայնեցի, ասեցի, որ կօգնեմ գումար գտնելու հարցում։ Ու մտար նույն խաղի մեջ։ Եկար Հայաստան, աշխատանքի անցար մեր տանը։ Մի քանի անգամ փող գողացար, որ Կարենի բերանը փակես, հա։ Ես ընդամենը մի անգամ եմ քո տնից փող վերցրել։ Լանա, քանի անգամ ուզում ա լինի։ Դու այդ պայն քո երեխուց ես գողացել, ես էլ մի կողմ։ Բայց եթե դու ինձ ճիշտ ասեր, ես քեզ կօգնեի։ Թույլ չէի տա, որ այդ Կարենը քեզ մատերի վրա ֆռացներ։ Կարենը միամիտ չի։ Քեզ թվում է ինքը չէր հաշվարկել, որ ես կարողա քեզ ճիշտը ասեի։ Քեզ թվում է ես հեշտ ու հանգիստ համաձայնել եմ իրա բոլոր պայմանների հետ։
դու չգիտես ես ինչերի մեջով եմ անցել։ Այս անգամվա ծեծը ընդհանրապես քերծվածք է իմ համար։ Լանա, Ես երբեք Մագդայի կողքը չեմ եղել, բայց այդ չի նշանակում, որ ես իմ մայրական բոլոր բնազդներն իմ մեջ սպանել եմ, չէ։ Ես եթե թույլ տայի, որ Կարենը մոտենար Մագդային, ես ամենաստոր մարդը կլինեի Արշակ։ Ես նախընտրել եմ իրան պաշտպանելը։ Գիտեմ, որ այն ինչ որ ես արել եմ, էլի երկրորդ անգամ իմ երեխու առաջ մեղք եմ գործել։ Բայց այդ ժամանակ ավելի կարևոր էր, որ ես թույլ չտայի, որ Կարենը մտներ ձեր կյանք։ բայց այնպես չի, չէ, որ Կարենը չմտավ մեր կյանք։ Այնպես չի, որ չմոտեցավ Մագդային ու իր ծուղակը չգցեց։ Հիմա զգում ես, որ քո սուտը քեզ չի փրկել։ Զգում ես, որ Մագդային օգնելու փոխարեն դու ավելի վատ վիճակի մեջ ես գցել իրան։ Կարենը մոտեցավ Մագդային, որովհետև ես այդ խաղից դուրս եկա։ Որովհետև ես վերջապես համարձակություն հավաքեցի ու իրան գրողի ծոցն ուղարկեցի։ Մագդա Արշակը իր տեղ ունի, ես իմ։ Լավ ինչ անենք, վերհիշենք մենք ով ենք իրար համար, մոռացել ես, հա։ Ես չեմ ասել, որովհետև չեմ ուզեցել, որ նորից կռվի մեջ ընկնես։ Լավ ասա, ինչա քեզ ասել այդ լակոտը։ Ինչա խոսացել։ Դե ոնց միշտ փող էր ուզում։ Ու ասում էր, եթե չտամ, քեզ ու Արշակին ա վնասելու։ Չէ, ես դրա կոկորտը կտրելու եմ։ Այդքան նա ասել, ուրիշ բան չի ասել։ Լանայից էր խոսում։ Ինձ ասեց, որ այս անգամ հաստատ ասելու ա Լանան իմ համար ով ա։ Ու խնդրում էր, որ հետը հանդիպման գնամ։ Բայց նորո ես այս անգամ միամիտի նման չեմ հավատացել իրան։ Ես գիտեմ, որ Լանան ոչ մեկ ա, Լանան ոչ մի կապ չունի իմ ու իմ ընտանիքի հետ։ Չգիտեմ, ինքը ուղակի ստախոս ա։ Էս էլ երևի իրանց հերթական ծուղակն ա, ուղակի էլ չգիտեմ ոնց շարունակեն։ Մագդա, դու Լանայի մի կապի դրա արասների հետ, լավ։ Լանան արդեն քանի օր ծանր վիճակով հիվանդանություն պարկած է, ու այդ անասունն է այդ ամեն ինչը արել։ Ու հաստատ Լանան հիմա իրան ոչ մի բան չի ասում, դու իր վիճակը սխալ ես վերլուծում։ Չէ, նորո, ես չեմ հավատում այս ներկայացմանը։ Ես վստահ եմ, որ Կարենի պարտքատերերն են իրան այդ վիճակին հասցրել, որ աչքը վախենա։ Դու չես պատկերացնի ես ոնց եմ զզվում իրանցից։ Ես ուղղակի ատում եմ երկուսին էլ։ Ու ես չեմ ուզում այս հարցը դու լուծես։ Դու լավ գիտես, որ շատ տաքարյուն ես։ Դրա համար թող այս հարցը Արշակը կլուծի։ Մագդա, եթե դու սրանից հետո դրա հետ կապված կամ առասարակ ինձանից ինչ-որ մի բան թաքցնես, անունս էլ չես տալու, բարձ է։ Ախր նորո։ Հիմա գնա տուն, հետո կխոսենք։ Կասես ինչ ես անելու։ Ինչ պետք է անեմ, Մագդա։ Գտնելու եմ ու այդ աննասունի կոկորտը կտրեմ, որ քեզ զանգել է, վախացրել է։ Ես քեզ ասել եմ, չէ՞ որ ոչ մեկ չի կարա քո մազին կպնի, ու այդ տենց է լինելու է։ Հիմա գնա տուն։ Լանա, դու այդ քայլին պետք է ավելի շուտ գնացած լինեիր։ Գիտեմ։ Բայց հիմա եղածն եղած է, Արշակ։ Ես էլ ոչ մի բան չեմ կարող փոխել։ Ինձ հիմա ընդամենը պետք է, որ դու ինձ հավատաս։ Որ հավատաս, որ ես վատ մտքով քո տուն չեմ մտել։ Ես ստիպված եմ եղել քեզ խաբել, ես ստիպված եմ եղել քեզ չասեմ, թե ես ով եմ։ Լավ, արի այդ ամեն ինչը մի կողմ դնենք։ Ճիշտ ես։ Եղածը եղած է։ Ինչքան էլ որ խոսենք, ինչքան էլ ասեն, որ սխալ ես եղել, մեկը դրանից ոչ մի բան չի փոխվելու։
Ուղղակի ավելի կարևոր հարց կա, որի պատասխանը ես ուզում եմ լսել քեզանից։ Ինչ ես պատրաստվում անել։ Պատմելու ես իրականությունը Մագդային։ Ասելու ես, որ դու իր մայրն ես, ես էլ հորեղբայրը։ Լանը։ Արշակ, երբ որ ես առաջին անգամ մտա քո տուն, ու երբ որ տեսա քո վերաբերմունքը Մագդային, ես հենց այդ պահից ինձ ավելորդ եմ զգացել։ Որովհետև տեսել եմ, որ իմ երեխան ուղղակի իմ կարիքը չունի։ Եղել են դեպքեր, որ շատ եմ ուզել ասել, բայց հասկացել եմ, որ եթե ես խոսեմ, դրանով իմ երեխու կյանքը ավելի շատ կփչացնի, որովհետև տեսել եմ, թե դու ինչքան սեր ես տալիս իրան։ Արշակ, դու երբ որ ինձ պատմեցիր քո ու Շուշանի մասին, ես հասկացա, որ դու ոչ թե շուտ չես ամուսնացել, որովհետև չես ուզել, այլ որովհետև դու քո կյանքի լավագույն տարիները տվել ես իմ երեխուն։ Դու չես թողել, որ իմ երեխան մանկատանը մեծանա։ Ու դու այդ արել ես իմ ու Արտյոմի փոխարեն։ Դու առանց ինձ ճանաչելու ինձ ապրելու հույս ես տվել։ Ես շատ եմ ուզել իմ կյանքին վերջ տալ։ Բայց երբ որ իմացել եմ, որ իմ երեխան մանկատանը չի, որ իմ երեխուն դու ես մեծացնում, իմ մեջ հույս ա ծնվել։ Ես ուզել եմ ոտքի կանգնեմ, ես ամեն օր քնելու արթնացել եմ այն մտքով, որ ես կկայանամ ու իմ երեխուն կգնամ կտեսնեմ։ Լանա, ես տենց էլ չստացա իմ հարցի պատասխանը։ Ինչ ես որոշել անես։ Կանեմ են ինչ որ դու կասես։ Ես չեմ ուզում, որ Մագդան իմանա ճշմարտությունը։ Չեմ ուզում իմանա, որ ես իր հորեղբայրն եմ։ Ալո, Բալես, ես արդեն բակում եմ։ Ալինային կասես թող դուրս գա։ բայց ինչի դուրս գա։ Դու բարձրացի տուն, պապ ջան։ Բայց Պապ, ես սուրճ եմ դրել, քեզ ենք սպասում։ Էլիս, բա որ տուն չգա։ Տատ, դու ես չէ ուզում տղայից սուրճ հյուրասիրել։ Դե գործի անցի։ Ալին, ինչ ա եղել, լարված ես։ Մի քիչ։ Չգիտեմ ինչ պետք է խոսամ այդ մարդու հետ։ Պապայիդ հետ, Ալին, պապայիդ։ Ալին, գիտես այն օրը, որ տատիկիդ հետ դուրս էինք եկել քայլելու, պատահական հանդիպել ենք պապայիդ։ Ու մի երկու բառ հետը փոխանակեցի ու հասկացա, որ շատ լավ մարդ է։ Այդ երկու բառից ոնց ես հասկացել իր մարդ տեսակը։ Դե իմացավ, որ Էլիզի մտերիմ ընկերուհին եմ ու որ քո հետ էլ շատ եմ շփվում, հուզվեց ու սկսեց ձեր մասին հարցեր տալ Ալին։ Լուրջ։ Հա, ինչ ունեմ խաբելու։ Ալինա, արի, պապան եկավ։ Արի, գնացինք։
Գիտեմ, որ բարդ բան եմ ասում։ Գիտեմ, որ ցավեցնում եմ քեզ։ Բայց Մագդան իմ կյանքի իմաստն է, Լանա։ Ես ավելի լավ ամբողջ աշխարհի մարդկանց ցավեցնեմ, քան իրան։ Մագդան 23 տարի իմացել է, որ մեր ծնողները մահացել են։ Ինքը փոքր ա եղել, դրա համար չի հիշում։ Գիտի, որ մեր տարիքային տարբերությունը նրանից է, որ մեր ծնողները երկար ժամանակ առողջական խնդիրներ են ունեցել։ Հիմա պատկերացնում ես, որ իման այդ ամեն ինչը սուտ է եղել։ Լանա, ես չեմ ուզում, որ իմ Մագդան տառապի։ Չեմ ուզում, որ ճշմարտությունը իմանա։ Չի իմանա։ Ինչքան էլ ինձ համար ցավոտ լինի, ես կլռեմ։ Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Բա Կարենը։ Բա որ ինքը խոսի։ Կարենի հարցերը ես կլուծեմ։ Իսկ հիմա արի գնանք։ Արի գնանք տուն։ Տուն։ Հա, դու կապրես իմ բնակարանում։ Դե ու քեզ դրսում չեմ թողնի։ Ես բնակարան ունեմ, որտեղ մարդ չի ապրում։ Չի արժեք։ Հա, Լանա։ Ես այդ ամեն ինչը Մագդայի համար եմ անում։ Ճիշտ է, ինքը չգիտի քո մասին ու չի էլ իմանա։ Բայց իմ խիղճը հանգիստ չի լինի, եթե ես իր ամորը դրսում թողնեմ։ Կապրես այնքան, միջև որ տուն կգտնես ու կտեղափոխվես։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Ես ոնց ես մեծացել։ Ես ինչ սիրուն աղջիկ ես դարձել։ Էլիզը ինձ ասեց, թե դու ինչ կոնֆետներ ես սիրում։ Այստեղ բոլորը քո սիրած կոնֆետներն են։ Շնորհակալ եմ։ Ինձ կներեք։ Կպատմես ինձ քո մասին։ Ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ Սովորում եմ։ Սիրում եմ նկարել։ Ծնունդիս Նորան ու Էլիզը ինձ ֆոտոապարատ էին նվիրել։ Ազատ ժամանակ դրանով եմ զբաղվում։ Բաբկեն ջան, մենակ տեսնես, թե ինձ սիրուն նկարներ ա անում։ Հիշում ես, մամ, տանը հին ֆոտոապարատ ունեինք։ Ինչ արետ լինում էր, ես էլ էի նկարում։ Հա, բալես։ Տես, դրանով ինչքան նման ես պապայիդ։ Հա։ Փաստորեն նմանություններ ունենք։ Ափսոս, որ 15 տարի հետո առաջին անգամ եմ իմանում, ինչ նմանություններ ունեմ պապայիս հետ։ Ալին, մենք խոսել ենք, չէ՞ այդ մասին, Ալին ջան։ Ոչինչ, Էլիզ ջան։ Ոնց քեզ եմ բացատրել իմ չլինելու պատճառը, տենց էլ Ալինային կբացատրեմ։ Պետք չի։ Ինձ Էլիզը արդեն ասել է, որ դուք լուրջ խնդիրներ եք ունեցել։ Բայց չես հավատում։ Ոչ թե չեմ հավատում, այլ չեմ պատկերացնում։ Ոնց կարա ծնողը 10 տարի առանց իր ընտանիքի ու երեխաների ապրի։ Չգա, չզանգի, չհետաքրքրվի։ Տատ,
Արի մենք իրանց մենակ թողնենք, հա, արի դուրս գանք։ Էդո։ 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 Ինչ ա եղել, ասա։ Կասեմ էդ։ Ասում ես երեք հարշակետ ինչ էիք քննարկում։ Ընդհանուր թեմաներ ունեիք, հա, անձնական հարցերով էիք խոսում։ Ինչ ես հարցնում։ Կպատասխանես հարցիս հետ։ Խառը խոսում ենք, էլի։ Խառը խոսում էիք։ Իսկ այդ խառը խոսալը կարող է այդ Աննասոնի զանգն ա եղել Մագդային։ Դրա հետ կապված էիք խոսում։ Ինչի ինձ ոչ մի բան չես ասել այդ։ Ինչ ասեի նորո։ Արշակը արդեն այդ հարցով զբաղվում է։ Այդ ջան։ Մագդան իմ ընկերուհին է։ Իմ կյանքի կեսն է։ Եթե ես իր խնդիրներով չզբաղվեմ, ես իր հարցերը չկարգավորեմ, բա ով անի ախպեր։ Նորոն ես չի խառնվողը ուրիշ մարդը։ Մեծ ախպերն է։ Այդ ախպերը իր տեղը ունի։ Ես իմ տեղը ունեմ։ Եթե ուզում ես ճիշտ իմանաս, առաջինը պետք է Մագդան ինձ ասեր այդ զանգի մասին, ոչ թե Արշակին, կամ քեզ։ Մագդանա պատմել։ Չէ, Մագդան ոնց կարար Կարենի հետ կապված ինձ ինչ-որ բան ասեր։ Ամեն ինչ արել է, որ ես չիմանամ։ Ուղղակի իր հետ էի, որ զանգեց այդ Աննասունը, ես էլ պատասխանեցի։ Էլի ա զանգել։ Դե հա, եթե առաջի զանգից հետո ոչ մեկ չի զանգել ու պատասխան չի ուզել, ինչու պետքա չզանգեր։ Նորո պիտի գտնենք, չէ՞ որ պատասխան ուզենք։ Նես չէ զանգից հետո ձեռքները սալած նստել ենք։ Ես ուղղակի չեմ կարող հասկանամ։ Ոնց կարա մի Կարեն էս կամ մարդու պտտի մատի վրա ու ոչ մեկ չկարանա իրան գտնի։ Նյուսումա դրա մեջքին մարդ կա կանգնած։ Դրա պարքատերերը չեն թողի, որ այդ Կարենի մազը ծռվի, մինչև որ փողերը չբերի։ Բալես ես գիտեմ, որ շատ ցավ եմ տվել։ Ես գիտեմ, որ բացի անունիցս ուրիշ ոչ մի բան չգիտես։ Այդ իմ համար շատ ցավոտ փաստ է։ Իմ համար էլ։ Այնքան էի երազում պապա ունենալու մասին։ Փոքր ժամանակ դպրոցում կերպարվեստի ժամին պետքա մեր ծնողներին նկարեինք։ Ես չգիտեի քեզ ոնց նկարեի։ Դասընկերոջս նկարածին նայելով նմանացնում էի։ Այնքան դժվար է զգալ, թե ինչ տարբեր ես քո հասակակիցներից։ Դասերի ավարտին բոլորի հետևից իրենց ծնողներն էին գալիս։ Հիմնականում պապաներ։ Իսկ իմ հետևից տատիկը։ Ինձ ընկերներս շատ են քո մասին հարցրել։ Նույնիսկ մի անգամ ամբողջ դասարանի ներկայությամբ ինձ Մերին ասեց. Ալինա, դու պապա էլ չունես։ Քանի անգամ ներողություն խնդրեմ, որ ներես բալես։ Պետք չի։ Ինձ ուղղակի ասա, թե ինչի։ Ինչի մեզ թողեցիր ու գնացիր։ Ինչի նոր ընտանիք կազմեցիր ու մեր մասին մոռացար։ Ես ձեր մասին չէի մոռացել։ Ուղղակի այնտեղ շատ վատ մարդկանց հանդիպեցի։
Ու այդ պատճառով կապս կտրեցի ձեզ հետ։ Ձեզանից։ Ես այնքան շատ ունեի քո կարիքը։ Ես մի քանի անգամ հիվանդանոց եմ ընկել։ Այս վերջերս էլ։ Ու այդ ամբողջ ընթացքում Նորոն կաշվից դուրս գալով, 1000 տեղ աշխատելով, ամբողջ ծախսերը հոգացել է։ Ես հիմա այստեղ եմ, որ քեզ օգնեմ։ Ինչ էլ որ լինի, ես պատրաստ եմ։ Ես այս ամեն ինչը չեմ պատմում, որ դու ինձ քո օգնությունը առաջարկես։ Իմ աղբերը Նորոս մեր համար ամեն ինչ արել է ու կանի։ Ես ուղղակի ուզում էի, որ դու իմանայիր, թե Նորոն ոնց է լրացրել քո տեղը։ Ով ուզում է լինեն այդ մարդիկ, ախպեր, ով ուզում է լինեն այդ պարտքատերերը, մեկը ես դրան գտնելու եմ ու հենց այսօր էդու։ Կգտնենք ախպերս։ Հələ 19-ին նայ, որ զանգում է Մագդային ու վախացնում է։ Բա որ պատասխանեցիր, ինչ ասեց։ Ինչ պետք է ասեր էդու։ Երկու բան ասացի, անջատեց վախից։ Լավ, արի դուրս գանք, ես չեմ ուզում ստեղ մնալ։ Արի։ Մագդա, ոնց ես։ Ինչ կա, տեսար Նորոյին հասկացաք իրար։ Այսօր տեսանք խոսացինք, բայց ինչպես միշտ մի բան թարս գնաց։ Ինչ։ Կարենը զանգեց ու այդ զանգին Նորոն պատասխանեց։ Ոնց։ Չգիտեմ Արշակ, ես արդեն չգիտեմ ինչ անեմ։ Իրա համար ես ամեն տեղով բլոկել եմ, ինքը անծանոթ համարներից է հիմա էլ ինձ զանգում։ Ես դրա ինչն եմ ասել։ Նորոն իմացավ, որ երեկել է ինձ զանգել ու ջղայնացավ։ Արշակ, խնդրում եմ, էլի ուշադիր եղի, որ Նորոն հանկարծ ինչ-որ սխալ բան չանի։ Հանգստացի Մագդա, ես թույլ չեմ տա, որ Կարենը հանդիպի Նորոյի հետ։ Ես դրան ավելի շուտ կգտնեմ ու հարցերը կլուծեմ։ Քիչ է մնացել։ Իսկ կարող է այդ Կարենին իր ուզած գումարը տանք ու վերջ ազատվենք։ Ինչ ես խոսում։ Ուրեմն ես այդքան չկամ դրա հարցերը լուծեմ, պետքա փող տամ։ Կամ դու չգիտես, եթե մի անգամ տվեցիր, հայ այդ փողը ուզելու է։ Ես չեմ ուզում դուք խնդիրների մեջ հայտնվեք, ես շատ եմ վախենում։ Մագդա, մի վախի։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Դու գիտես, չէ՞, ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Ու ինչքան ուրախ եմ, որ դու իմ կյանքում կաս։ Արշակ, երբ որ դու խոսում ես, ես քո խոսքերին ավելի շատ եմ հավատում, քան իմ սեփական մտքերին։ Դու ես աշխարհի միակ մարդն ես, որ ինձ երբեք չես խաբում։ Միակ մարդն ես, որ ինձ միշտ հասկանում ես։ Ու ես գիտեմ, որ անգամ հիմա ինչ ասում ես, ինչ անում ես, այդ հաստատ ճիշտ է։ Լանա, ես չեմ ուզում, որ իմ Մագդան տառապի։ Չեմ ուզում, որ ճշմարտությունը իմանա։ Չի իմանա։ Ինչքան էլ ինձ համար ցավոտ լինի, ես կլռեմ։ Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ։ Բա ինչի՞ չես խոսում։ Դու ինձ չես սիրում։ Սիրում եմ, ոնց չեմ սիրում։ Կյանքիցս շատ եմ սիրում։
Գիտես բալես, ես գիտեմ, որ նորոն փոքր ժամանակից աշխատել տանջվել է, որ ձեզ պահի։ Ու ես գնահատում եմ իմ տղուն։ Պատկերացնում ես ինչքան լավ կլիներ, եթե դու էլ իր կողքին լինեիր։ Եկել եմ, որ սխալս ուղեմ Ալին։ Գիտեմ, որ հիմա ամեն ինչ ուրիշ է, հիմա մեծացել եք, ավելի ինքնուրույն եք դարձել։ Բայց եկել եմ ու խնդրում եմ, որ ինձ ներեք, գոնե մի փոքր, կիսեմ ձեր հոգսը։ Ռուսաստանում լավ կյանք չեմ ունեցել, խնդիրների մեջ եմ եղել, մեռնելուց եմ պրծել։ Լավ հիմա չծանրաբեռնեմ քո հոգեբանությունը, իմ պատմություններով։ Բայց ամեն դեպքում կխնդրեմ, որ ինձ այդ հնարավորությունը տաս։ Ես դեռ հնարավորություն ունեմ քո մանկությունը ավելի լավը դարձնելու։ Ես չեմ կարող քեզ հիմա պատասխան տալ։ Ես պետքա մտածեմ։ Ինչքան պետքա կսպասեմ։ Երանի հասկանան իրար։ Ինձ թվում է կհասկանան։ Անսահման ուրախ կլինեմ։ Ես էլ մնաց Նորոյի ու Հասմիկի հարցը։ Իսկ այդ ամենաբարդ հարցն է։ Ես կասկածում եմ, որ այդ օրը կտեսնեմ։ Տատի, ամեն ինչ պիտի անենք դրա համար։ Թե չէ ստիպված ենք լինելու Արշակին որպես բարեկամ ընդունենք։ Ոյ որ դրանց մասին հիշում ներվոյն ունում եմ։ Ոնց քանդեց տունս է, ոնց։ Մագդա, գիտես Լանան արդեն լավ է։ Ու իրան դուրս են գրել։ Ուրախ եմ իր համար։ Հույս ունեմ հասկացել է, որ ես ընտանիքից պետքա հեռու մնա։ Մագդա։ Ես չեմ հասկանում, դու դեռ սիրում ես իրան։ Չեմ հասկանում, քո համար դժվար է լսելը, որ ես վատ կարծիք ունեմ իր մասին։ Կլինի արի ինձ ճիշտը ասա։ Չէ Մագդա, հարց իմ զգացմունքները չեն։ Ուղղակի այդ Կարենի պատճառով քո մոտ սխալ կարծիք ա ձևավորել Լանայի մասին։ Ու ես այսօր իրան տեսել եմ Ու ինչ ու դու նորից խղճացել ես իրան, մտածել ես, որ շատ դժբախտ կին է։ Հա Մագդա, հենց դժբախտ կին է։ Գոնե հասկանում ես, որ իր այդ դժբախտությունը իր սուտ խոսալուց է գալիս։ Իրան որ տեսնես, ասա մի քիչ սուտ խոսա։ Մագդա, ինչ ես տես վատ տրամադրված, հա։ Դե կներես, ես չեմ կարա մի մարդու հանդեպ լավ տրամադրվեմ, ով որ իմ տուն է եկել ինձ խաբելու համար։ Ես հիմա ինչ անեմ, որ Մագդայի կարծիքը փոխեմ։ Ես հիմա էլ ոչ մի բան չեմ ասում։ Մտածի ասածների շուրջ։ Հենց կմտածես կհանդիպենք, լավ։ Լավ։ Հուսով եմ հասկացել եք իրար։ Դե Ալինան ինձ խոստացել է, որ պետք է մտածի ու ասի։ Դե իմ նման է պատասխանել։ Ես էլ մեր առաջին հանդիպմանը շատ շփոթված էի։ Հետո առանձնացա սենյակումս, ասածներիդ մասին մտածեցի, պապ ջան, ու հասկացա, որ շատ ունեմ քո կարիքը։ Այս կյանքում ով չունի ծնողի կարիք։ Նույնիսկ ես այս տարիքում երազում եմ, որ ծնողներիցս գոնե մեկը կողքից լինի։ Ինչ էլ լինի, կյանքը ինչպիսի անակնկալներ են մատուցի, ծնողը մնում է ծնող։ Ալո։ Էդո ոնց ես։ Լավ դու ասա Մագդա ջան, ինչ ա եղել։ Ես մի քիչ անհանգիստ եմ, նորոյին տեսել ես կամ ինչ-որ նորություն ունես իրանից։ Հա, իրար հետ էինք, մի քիչ առաջ բաժանվեցինք, տուն գնաց։ Բայց հեսա մի կես ժամից էլի հանդիպելու ենք, տեղ ունենք գնալու։
ինչ կա։ Այսօր իմացա, որ Կարենը ինձ ազանգել ու ահա որ ջղայնացել էր։ Հա, Մագդա, հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է, մենք մեր անելիքը գիտենք։ Որ դրա նմանի պատճառով մենք մեր կյանքը չենք փչացնելու։ Հարցի լուսման լիքը ուրիշ տարբերակներ կան։ Այդ խնդրում եմ ինչ-որ բան անելուց առաջ Արշակին հարցրեք, հա։ Ինքը այն մարդն է, որ չի ուզի դուք սխալվեք։ Մագդա, ասացի հանգիստ եղի, հո երեխա չենք։ Ամեն դեպքում զգուշացնելը լավ բան է։ Այդ խնդրում եմ, գոնե դու ինձ լսի։ Լավ։ Մագդա, եթե հանկարծ այդ Կարենը էլի կզանգի, մի անգամից կասես պարզա։ Եթե իմացել եմ վախեցել ես ու մեզ ոչ մի բան չես ասել, վերջդ կգա։ Եղավ։ Հա, գիտեմ, նորոնել է ինձ նույնը ասել։ Դե կապի մեջ։ Դե լավ, ես գնամ, մամ ջան։ Մենք պայմանավորվեցինք, լավ։ Կարող եմ քեզ մի հարց տալ։ Հա, իհարկե։ Դու էլ հետ չես գնալու։ Չէ, բալես։ Ես եկել եմ, որ ձեր հետ մնամ։ Ես եկել եմ ու էլ հետ չեմ գնալու։ Հիմա կարամ գոնե գնալուց առաջ քեզ գրկեմ։